Ես արդեն 20 տարուց ավել աշխատում եմ Երևանի կոյնակի գինուղու կոմբինատում եւ չեմ տեսել այսպիսի դեպք, որ մի շաբաթից ավել է արդեն պարապորտի մեջ ենք, ոչ մեկս պատասխան չունենք։ Դիմում ենք գլխավոր տնօրենին, ոչ մի հարցում մեզ չի կարող պատասխանել, թե ինչքան ենք մնալու եւ էս ինչքանա ձգելու։ Սա Հայաստանի Հանրապետության պայմանները գիտեք, առանց աշխատելու ոնց ենք պահելու մեր ընտանիքները։ 2005 թվականից պարոն Ծառուկյանը, որ գնել է գործարանը, մինչև առ այսօր ոչ մի աշխատող, ոչ մի խնդիր չի ունեցել։ Ժամանակին աշխատավարձները ստացել ենք, ժամանակին աշխատել ենք։ Ստուգումներ ենք ելել, մենք համաձայն ենք ստուգումներին։ Միշտ էլ եղել է, եկել են, ստուգել են, բայց գործարանը աշխատել է։ Երբևիցե sense դեպք չի եղել պատմության մեջ գործարանի։ Առավոտյան ժամանել են գործարան, մեզ տեղյակ են պահել, որ չեք կարող մտնեք, ստուգումներ ա գնում, մենք կարծելով, որ այս ստուգումը կվերջանա, բնականon հույնով աշխատանքը կիրականացնի, բայց ցավոք բոլորիս դուրս հանեցին եւ ասեցին այլևս չեք կարող մտնեք։ Հեն էլ այս գործարանը, որը պայթունա վտանգ է, բոլորս էլ գիտենք, որ ներքևը ինչքան պաշար ներսում, ինչքան պաշարներ ունենք, սպիրտի հետ կապված։ Ոչ թույլատրում են մեզ ինչ-որ քայլ անեն, ոչ սպասարկեն, ոչ այս ձևի պատմական գործարանը կամաց ոչնչացման եզրին է։ Ես անվտանգության համակարգում եմ աշխատում։ Եվ մեր խնդրանքն է բոլոր աշխատողների կողմից, որ մեզ մի հարցի լուծում տանք, մենք գանք աշխատենք, էլ իրանց ստուգումը թանեն, մենք օրենքին դեմ չենք, մենք էլ ենք օրենքի կողմնակից եւ 20 տարի եւ ավել աշխատել ենք օրենքի շրջանակներում։ Այլ ընտրանքները իհարկե չէ, դիտարկել չէ, մենք եկած օրվանից աշխատել ենք գործարանում եւ գոհ ենք ամեն ինչից, պայմաններից էլ, սպասարկումից էլ, աշխատանքից էլ, ոչ մի խնդիր չենք ունեցել։ Խնդիրների դեպքում անապահ արձագանքել է տնօրենությունը արդեն լուծում է։ Չի եղել տեսբեք, ես չեմ հիշում տեսբեք։ Նման կերպով ձայնը բարձրաձայնելուց այս խնդիրը կլուծվի, ինչ քայլեր պետք է։ Ես չեմ անում, փորձում ենք բոլորս մեր վրդովմունքը արտահայտվել, որտեղ բոլորս աշխատում ենք, վարկեր ունենք, տուն ենք պահում, ընտանիք։ Փորձում ենք մեր բողոքի ակցիան սենց արտահայտվել, որ բոլորը տեսնեն, ինչ որ հարցի լուծում տան։ Խնդրում ենք թող գան մեզ պատասխանեն, խիենք մենք ստեղ։ Բոլորը միացել են այդ բողոքի։ Բոլորը ստեղ են, պահանջում են, ես կարծում եմ, որ բոլորը նույն կարծիք ունեն, կարող եք բոլորին անհատականել դաժե հարցնել։ Բոլորը նույն մտածելակերպով են ստեղ, ցանկանում են, որ այս հարցին ինչ որ մեկը գա լուծում տա կամ պարզաբանում տա, սենց ինչքան է շարունակվելու։